Ներկայացնելու եմ բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը, որը որ մենք անվանել ենք խելամիտ ուղի դեպի տեխնոլոգիական հեղափոխություն։ Եկեք հասկանանք, որ սա տնտեսության ընդհանուր ծրագիր չէ, սա բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագիր է, որը ուղղված է երկրի երկարաժամկետ առաջընթացին։ Այն հիմնված է մի պարզ կարևոր տրամաբանության վրա, որը պետք է հստակ ձևակերպել։ Հայաստանի կայուն զարգացումը հնարավոր չէ ապահովել այն տնտեսական մոդելով, որը հիմնված է ցածր ավելացված արժեքի վրա։ Այդ մոդելը սահմանափակում է աշխատավարձերի աճը, մեծացնում է կախվածությունը արտաքին գործոններից և չի ստեղծում երկարաժամկետ մրցունակություն։ Ժամանակակից աշխարհում տնտեսական աճը ձևավորվում է այնտեղ, որտեղ ստեղծվել նոր տեխնոլոգիաներ, գիտական լուծումներ և սեփական արտադրանք։ Բարձր արժեքը ստեղծվում է ոչ թե հումքի կամ պարզ աշխատանքի հաշվին, այլ գիտելիքի, նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի միջոցով։ Փոքր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրները կարող են մրցունակ դառնալ միայն այն դեպքում, երբ կենտրոնանում են բարձր տեխնոլոգիական ոլորտների վրա և ձևավորում են սեփական ուղղությունները գլոբալ տնտեսության մեջ։ Այս համատեքստում Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունը պետք է լինի անցում աութսորսինգի և ծառայությունների մոդելից դեպի սեփական արտադրանքի և տեխնոլոգիաների ստեղծում։ Դա պահանջում է համակարգային մոտեցում գիտության, կրթության, տնտեսության և պետական կառավարման միջև։ Պետության դերը պետք է լինի ոչ թե միայն կարգավորող, այլ նաև ակտիվ խթանող, ստեղծելով պայմաններ ներդրումների համար, աջակցելով գիտահետազոտական աշխատանքներին և ձևավորելով նոր շուկաներ տեղական արտադրողների համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել մարդկային կապիտալի զարգացում, ներգրավել միջազգային փորձ և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մասնագետները և ձեռնարկատերերը կտեսնեն իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում։ Այս ծրագիրը ձևավորվել է հենց այս տրամաբանության վրա, որպես համակարգային քայլերի շարք, որոնք ուղղված են տնտեսության կառուցվածքային փոփոխությանը և երկարաժամկետ զարգացման հիմքերի ձևավորմանը։ Հաջորդիվ ներկայացնեմ այն հիմնական ուղղությունները հնարավորինս պարզ և թող ինձ ներեն իմ բոլոր գոլեգաները մարդկային լեզվով։ Առաջինը դա տեխնոլոգիական զարգացման հիմքերն են։ Այս հատվածը մի պարզ գաղափարի մասին է։ Եթե ուզում ենք, որ Հայաստանում ստեղծվեն նոր տեխնոլոգիաներ, պետք չէ դա թողնել միայն մասնավոր բիզնեսի վրա, պետությունը պետք է ներգրավի և օգնի։ Առաջինը, պետությունը սկսելու է ֆինանսավորել գիտահետազոտական աշխատանքները, այսինքն, եթե ավելի պարզ ասեմ, ընկերությունները, որոնք նոր բան են ստեղծում, կստանան աջակցություն։ Բայց սա չի արվելու ինչ-որ անկանոն կերպով, ընտրված են 4 Այնտեղով նայ, ձախ կողմով նայ։ Ձախով ավելի հարմար է։ Վաչե ջան վերցրու այդ խոսակ։ Չէ, այնտեղ ձախի վրա երևում է։ Ինքը չգիտեր որտեղ։ Բայց սա չի արվելու անկանոն, մենք ընտրել ենք 4 հիմնական ուղղություններ՝ արհեստական բանականություն, կրճատ չիպ դիզայն, կենսատեխնոլոգիա և ստեղծագործական տեխնոլոգիաներ, դա creative technologies-ն է, որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել։ Երկրորդ կարևոր կետը պետությունը ինքն է դառնալու առաջին պատվիրատուն, այսինքն հայկական ստարտափը չի մնա առանց շուկայի, այլ կունենա առաջին պատվեր հենց ներսում։ Երրորդը խրախուսվելու է բիզնեսը, որը ներդրում անի իր սեփական զարգացման մեջ, եթե ընկերությունը գումար է դնում նոր արտադրանքի ստեղծման վրա, դա կխրախուսվի։ Եվ ինձ թվում է ամենակարևոր կետերից մեկը դա IP-ն է, intellectual property-ն, կձեռնարկվեն մտավոր սեփականության պաշտպանությունը ամրապնդող օրենսդրական բարեփոխումներ, որոնք Հայաստանը կդարձնեն գրավիչ
գրավիչ վայր մտավոր սեփականության գրանցման եւ կառավարման համար, նվազեցնելով կախվածությունը օֆշորային գոտիներից։ Եվ այս վերջում ստեղծվելու ազգային արհեստական բանականության համակարգ, որպեսզի Հայաստանը կախված չլինի ամբողջությամբ արտաքին տեխնոլոգիաներից եւ ունենա իր սեփական թվային հիմքը։ Ամենակարևորը իր սուվերեն արհեստական բանականությունը։ Անցնենք հաջորդին։ Այստեղ մարդկային մասնագիտական եւ ֆինանսական կապիտալի ներհոսքի մասին եմ ուզում խոսենք։ Այս հատվածը ավելի շատ մարդկանց եւ փողի մասին է, եթե նույնիսկ լավ գաղափարներ կան, առանց մարդկանց եւ ներդրումների դրանք չեն աշխատելու։ Առաջինը, պետությունը սկսելու է մասնակցել վենչուրային ֆոնդերին, սա նշանակում է, որ մասնավոր ներդրողները ավելի հեշտ կմտնեն Հայաստան, որովհետեւ ռիսկը կիսվի պետության հետ։ Երկրորդը, ստեղծվելու է հարթակ, որտեղ սփյուռքահայերը կարող են հեշտ ձևով ներդրումներ անել Հայաստանում, ոչ թե առանձին, այլ համակարգված։ Երրորդը, ներդրվելու է e-residency համակարգ, այսինքն մարդը կարող է աշխարհի ցանկացած կետից բացել եւ կառավարել ընկերություն Հայաստանում առանց ֆիզիկապես այստեղ լինելու։ Սա մի քիչ շատ կարևոր կետ է, պատկերացրեք, օրինակով բերեմ 2022 թվականին, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմը երբ որ սկսավ, դուք կհիշեք, չէ՞, մոտավորապես, եթե ես ճիշտ գիտեմ, 120-130 հազար Ռուսաստանից ներգաղթ եղավ այստեղ եւ այստեղ Հայաստանը իրականում պատրաստ չէր այդքան մարդ ընդունելու, այդքան կամպանիաներ, ֆիրմաներ բացելու, եթե մենք ժամանակին օրինակ ներդնեինք ռեզիդենսի համակարգը, նախ Հայաստանում բավականին ավելի շատ փողի ներհոսք կգար եւ բավականին սահուն եւ արագ կանցներ այդ գործընթացը։ Շատ կարևոր է նաև կայունությունը, բիզնեսը պետք է իմանա, որ օրենքները վաղը չեն փոխվելու, դրա համար սահմանվելու է 10 տարվա կանխատեսելի միջավայր, կստեղծվի նաև մեծ տեխնոլոգիական կենտրոն, որտեղ կազմակերպվեն միջազգային միջոցառումներ, կապեր ներդրումների ներգրավման համար։ Եվ վերջում հատուկ պայմաններ կստեղծվեն բարձր մակարդակի մասնագետների համար, IT լեզվով ասած senior developer-ների համար, որպեսզի նրանք գան Հայաստան, աշխատեն այստեղ եւ իրենց փորձը բերեն երկրի մեջ։ Ասենք այստեղ կրիպտո եւ ֆինտեխն է։ Այս հատվածը վերաբերում է ֆինանսական համակարգի զարգացմանը։ Առաջինը կրիպտո եւ ֆինտեխ ոլորտները պետք է դառնան ավելի բաց եւ հասանելի։ Այսօր շատ սահմանափակումներ կան, որոնք խանգարում են զարգացմանը, նպատակը ստեղծել պարզ կանոններ, որտեղ բիզնեսը կարող է աշխատել առանց ավելորդ խոչընդոտների։ Երկրորդը, բիզնեսը պետք է ունենա ֆինանսավորան նոր աղբյուրներ, ոչ միայն այսինքն բանկերի միջոցով, այլ ժամանակակից գործիքներով, դրա համար գոյություն ունեն crowdfunding, ICO, STO, ICO-ն դա initial coin offering-ն է, եթե ավելի պարզ լեզվով, չնայած պարզ չի ստացվի կներեք, թոքենների թողարկման միջոցով ներդրումների ներգրավումն է, STO-ն դա security token offering-ն է, այսինքն եթե մի քիչ պարզ ասեմ, դրանք ակտիվներով ապահոված եւ ավելի կարգավորված թոքենների միջոցով ներդրումներն է եւ IEO-ն է, որը որ initial exchange offering-ն է, դա ներդրումների ներգրավումն է կրիպտո բորսաների միջոցով։ Հաջորդը դա թվային պետություն եւ տեխնոլոգիական ենթակառուցվածք։ Այս հատվածը վերաբերվում է նրան, թե ինչպես է աշխատելու պետությունը, քաղաքացին պետք է կարողանա բոլոր պետական ծառայությունները ստանալ մեկ հարթակից, առանց հերթերի եւ ավելորդ ժամանակի կորստի։ Առցանց, on-line։ Մեկ անգամ տվյալներ այդպիսի սկզբուն գոյություն ունի աշխարհում, դա նշանակում է, որ եթե պետությունը արդեն ունի քո տվյալները, այսինքն դուք եթե ինչ-որ մի գերատեսչությունում ձեր ինչ-որ փաստաթղթերից մեկը փոխանցել եք եւ գնաք արդեն հաջորդ գերատեսչություն, այնտեղ նույն փաստաթուղթը երբեք չեն ուզել, այսինքն ընդհանուր մի համակարգ է լինելու։ Եվ կարևոր է նաեւ տվյալների պաշտպանությունը, դրա համար կստեղծվի անկախ համակարգ, որը կվերահսկի կիբերանվտանգությունը եւ կպաշտպանի քաղաքացիների տվյալները։ Եվ վերջում բլոկչեյն տեխնոլոգիաների մասին,
բլոկչեյն տեխնոլոգիաները կկիրառվեն այն ոլորտներում, որտեղ կարևոր է թափանցիկությունը, օրինակ կադաստրում կամ դատարաններում, որպեսզի նաև նվազեցնի կոռուպցիան եւ բարձրանա վստահությունը։ Իդեպ օրինակով նշեմ, որ մոտ 2 կամ 2.5 տարի առաջ Միացյալ Արաբական Էմիրությունները արդեն բլոկչեյն տեխնոլոգիաները ներդրել են առու վաճառքի մեջ, այսինքն երբ որ դու ինչ-որ տուն ես ուզում առնես, հող ես ուզում առնես, այդ ամբողջ արդեն բլոկչեյն տեխնոլոգիաներով է արվում, որը որ բացառում է ինչ-որ կոռուպցիա կամ հետագայում ինչ-որ կեղծիք։ Այսքանը ծրագրի մասով եւ մի փոքր ու արդեն փորձեմ ծրագրից դուրս մի քիչ ելույթ ունենամ։ Այս համատեքստում կարևոր է նաեւ ընտրության տրամաբանությունը։ Խոսքը անձերի մասին չէ եւ չի կարող սահմանափակվել անուններով կամ քաղաքական թիմերով։ Խոսքը այն ուղղության մասին է, թե որով պետք է զարգանա Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանը երկար ժամանակ գտնվել է եւ այս պահին նաեւ գտնվում է տարբեր ուժերի բախման կետում։ Արևմուտք, արևելք, չգիտեմ, հյուսիս-հարավ, այս պայմաններում երկիրը չի կարող ամբողջությամբ իրացնել իր ներուժը եւ ապահովել կայուն զարգացում։ Հետևաբար առաջնային խնդիրը ձևավորել ինքնուրույն եւ հավասարակշռված դիրքավորում, որտեղ Հայաստանի շահը կլինի առաջին տեղում։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի իրականացնել երկարաժամկետ եւ արդյունավետ ծրագրեր։ Այստեղ կարևոր է նաեւ պատասխանել մի շատ պարզ հարցի, այս ծրագիրը ինչպես է օրինակ վերաբերվում մարդկանց, ովքեր տեխնոլոգիական ոլորտում չեն աշխատում։ Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ զարգացած է բարձր տեխնոլոգիական ոլորտը, աճում են ոչ միայն այդ ոլորտի աշխատավարձները, այլ ընդհանուր տնտեսության մակարդակը։ Բարձրանում են եկամուտները նաև այլ ոլորտներում, այսինքն օրինակ սպասարկման, կրթության, շինարարության եւ այլ ոլորտներում, այսինքն ստեղծված արժեքը տարածվում է ամբողջ տնտեսության մեջ եւ դրանից շահում են բոլոր քաղաքացիները։ Առաջարկվող ծրագիրը ձևավորված է ոչ թե կարճաժամկետ քաղաքական նպատակներից ելնելով, այլ երկարաժամկետ զարգացման տրամաբանությամբ։ Այն չի պարունակում պոպուլիստական խոստումներ, այլ հիմնված է կոնկրետ, իրագործելի եւ հաշվարկված քայլերի վրա։ Այստեղ ներկայացված լուծումները ուղղված են տնտեսության կառուցվածքային փոփոխությանը, նրա նոր արժեքների ստեղծմանը եւ կայուն աճի ապահովմանը։ Այդ պատճառով ընտրությունը պետք է դիտարկվի ոչ թե անձերի, այլ ծրագրերի միջև։ Եվ այս իմաստով այս ծրագրի օգտին ընտրություն նշանակում է ընտրություն Հայաստանի զարգացման եւ ապագայի օգտին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։